յոգա, պիլատես, ուժային վարժություններ, ֆիթնես, արդյոք շատ են իրանք իրարից տարբերվում եւ որ դեպքում որը ընտրի մարդ, թե բոլորն էլ ընտրի նորմալ է։ Բոլորն էլ ես կասեի ընտրի, բայց ամեն ինչից օգտվի։ Այսինքն պիլատես, յոգան դա ուրիշ ոլորտ է, ուժային պարապմունքները ուրիշ ոլորտ է, մարդը պետք է համատեղի համնա։ Այսինքն յոգայի էլեմենտները վերցնի կամ պիլատեսի որպես սթրեչինգ, մկանների համար շատ օգտակար է դա, ոչ միայն մկանների։ Եվ իհարկե ուժային վարություններով մենք ամրացնում ենք մեր ոսկրային համակարգը, սիրտն ենք ամրացնում, ուժային վարությունների ժամանակ մարդը 3 անգամ ավել կալորիա ծախսում, քան կարդիոաերոբնի նագրուսկաների ժամանակ։ Դա համար պետք է համատեղել համնա։ Ողնաշարի թեքվածության ինչ աստիճանի դեպքում է, որ այլևս սպորտով հնարավոր չէ ուղղել։ Եվ այս թեմայի հետ կապված կհասկանայի լսել մի դեպքի նկարագրություն։ Ողնաշարի թեքում շեղում ասվածը դա շատ հարաբերական է, այստեղ պետք է առաջնորդվել ցավերով։ Եթե մարդու մոտ անտանելի ցավեր են եւ այդ ցավերը շատ երկար են ձգվում, այսինքն ամիսներ, մի քանի ամիս, ուրեմն այդ մարդուն պետք է ցուցում տրվի անպայման այցելել նեյրովիրաբույժի կոնսուլտացիա եւ իհարկե երևի արդեն վիրահատական միջամտություն անի, որտեվ կարճ ցավային սիմպտոմատիկան այսօր կարելի ասել բոլորի մոտ նկատվում է, որտեվ մարդիկ այսօր նստակյաց կենսակերպ են վարում։ Եթե վերջույթը չի, ասենց ասեմ, սնուցվում, բարակում, այսինքն մարդը վերջույթ չի կորցնում կամ ցավը ամիսներով չի տևում, ուրեմն կարելի է վերականգնել, գրագետ իհարկե մասնագետի շնորհիվ, օգնությամբ եւ անցնել լիարժեք կյանքի։ Մեր հետևորդների հետաքրքրող շատ կարևոր հարց։ Մեր այսօրվա իրականությունում բոլորս գիտենք, որ ահավոր շատ է պետք աշխատել, որպեսզի գումար վաստակես եւ օրական, չգիտեմ, 5-6 ժամ աշխատելով դա ռեալ չի։ Ու շատ մարդիկ չափից շատ են աշխատում, ինչի պատճառով չեն ունենում ժամանակ սպորտով զբաղվելու։ Բայց կհուշեք, կա ինչ-որ մինիմալ, ասենց ասած, որ շաբաթվա մեջ, օրվա մեջ մինիմալ հատվածը, որ կարողանան իրանք անել, որպեսզի գոնե, ասենց ասած, ֆորմայի մեջ մնան եւ իրանց առողջությունը չկորցնեն